1905-ից 1914 թվականները ինչով է զբաղվել, դրա մասին պետություններ Ինքը 1900 թվականներին ինքը ուսանում էր Բեռլինում, իր ուսումը կիսատաթող, հետո անդամագրվել է զինվորական կյանքին և մենք գիտենք, որ տարբեր ճակատամարտերում մասնակցել մեր հայտնի հրամանատարների հետ Պողոս Դերթավցյանի ամենի մոտ ընկերների մասին Գորիսից Յապոներ ընկեր, Երևանդյաններ ընկեր, իր բժիշկը Արտեմ Բալյան բռնակոցի իր անմիջապես թիկնապահն էր, Նժդեի հետ էր որպես զինվորական մոտիկ։ Փաստեր կան, որ նա մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին։ Փաստերը այսօր 100 տարվա, 120 տարվա վաղեմիցով երբ որ հետ ես գնում, դիք ավելի շուտ է ճակատամարտել, 1900-ականների սկզբին էր, զուտ հիմք ենք գտնում այդ փաստերը և ինչքան փորձեն փաստերը մի քիչ ես կողմենքում, փաստ մնում է փաստ։ Եվ դա իրականության հետ անպայման առեսված կլինի, որ գրվածքային ասում ներկայացված է մինչև այսօր։ Իսկ ինչ կարող եք ասել Ուտի ճակատամարտի մասին։ Ուտի ճակատամարտը, եթե չեմ սխալվում, իր վերջի ճակատամարտն էր, որտեղ Թշնամին մեծաքանակ զորքով փորձեց կտրել նորից Սիսիանը Գորիսից և տեղ էլի նորից եմ հակասական բաներ կա, որ հետևից են իրան խփել, մինչ այլոց այդ հարցը մենք ստեղ ծովինարի հետ քննարկեցինք, փաստերը որոշակի իրար հետ համադրելով ասացին, որ մեր ներքին այդ բանի արդյունքում ու դաժե բանով անմանակոչված բաներ կա, որ անկեղակոծի արել, որը չի ենթարկում զինվորական օրենքներին, բայց այդ քունքից վնասվածքը, որը ստացել է, այնքան չէր բանը, ու իր բժիշկն է ասել, բժշկի աղջիկն է ասել, Գորիսից էր, ոչ հետևողականության արդյունքում վերքի ստացավ ինֆեկցիա ստացավ ու մահացավ։ Իսկ ուրիշ բացի գոտիից անձնական իրեր կան։ Անձնական իրեր չէ, գոտին էր, որը որ Կապանի երկրագիտական թանգարանում է։ Հենց ինքն է նշանակված Սիսիանի հրամանատարը։ Ասում եմ, առանց Անդրանիկի գիտության չէր կարող դա տեղի ունենալ, անպայման Անդրանիկն է համաձայնություն, ճիշտ է, Գորիսում ազգային խորհուրդը նստած էր, Բժիշկ Մինասյանի գլխավորությամբ ինքն է ղեկավարում, բայց զորական գործը, զինվորական գործը ղեկավարում էր Անդրանիկը։ Այն մասին, որ իբրև Պողոս Դերթավցյանը գերմանացի նշանած կամ սիրուի է ունեցել, նույնիսկ ուստը։ Գիտեք, ասում է, գիտեք, այստեղ մեկ էլ վարկածս դրել ենք, անպայման կարդացեք։ Ճիշտ է, ճիշտ է։ Տիկին ջուրեր տան, մեզ տվել է։ Շատ լավ է։ Լավ է, որ այդ առանձին դրվագների կյանքի և գործների կա նման վարկած։ Արդյության տարիների մասին ինչ կպատմեք։ Արևոտ ենք։ Արևոտ ենք։ Տեսել եմ Սիսիանի թորը, ասենք, ես Բարաբասի թորն եմ։ Ուրեմն, գիտեք, ծնվել է, ինքը ասեցի արդեն վերի խոտանանում։ Ինքը տեղի ծխական դպրոց է գնացել։ Ինքը մի քերին եղել է Նախիջևանում, գնացել է այնտեղ ուսում ստացել քեռու մոտ, հետո եկել է և Բաքու է գնացել։ Մայրը Վերին Խոտանանի դիմացի Շրվենանց գյուղից էր, մայրը։ Մոր եղբայրը հայտնի, շատ հայտնի Գասպար Տեր-Մանուկյանն է։ Որպեսզի դուք Գասպարի մասին պատկերացում կազմեք, քեռին էր, Բաքվում էր, մեծ նախարարություն անոր էր։ Ինքը ամուսնացած էր, ուրեմն Լոր գյուղից, իր կինը Լորից էր։ Ինձանից լավ գիտեք։ Երեխա չեն ունեցել, և ինքը որպես ունևոր մարդ, ես անգամ որ գնաք Լոր կտեսնեք, են դպրոցի շենքներ են այո, Շրվենացի դպրոցներ իրեն կառուցել և Լորի դպրոցներ իրեն կառուցել։ Ընդ որում այդ դպրոցը շատ նշանավոր է, չնայած հիմա լորեցիները բերել են, գերեզմանները մտցրել են մեջը, ես զարմանում եմ իհարկե, բայց այդ դպրոցում նաև դասավանդել է Աքսել Բաքումցը